Թագը Իսպանիային, ոսկե խաղակոշիկը Ֆրանսիային և ամենասկանդալային հեռախոսազրույցը Ամերիկայից։ Նաև այս մանրամասներն է հիշվելու ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը, որը ավարտվեց հուլիսի 19-ին։ Եզրափակչում Իսպանիան հաղթեց Արգենտինային լրացուցիչ ժամանակում։ Միակ ու հաղթական գոլի հեղինակը դարձավ Ֆերան Տորեսը։ Եզրափակչին մարզադաշտում ներկա էր Թրամփը, նա գավաթը հանձնեց FIFA-ի նախագահի հետ։ Մրցաշարի ընթացքում ԱՄՆ նախագահն արդեն հասցրել էր սկանդալի կենտրոնում հայտնվել ԱՄՆ-ի հարձակվողի կարմիր քարտի պատճառով։ Թրամփը հրապարակայնորեն խոստովանել է, որ զանգահարել է Ջանի Ինֆանտինոին և պահանջել վերանայել մրցավարի որոշումը։ Խաղացողի որակազրկումը հենց այդպես էլ չեղարկվեց, սակայն ԱՄՆ-ի թիմը պարտվեց Բելգիային։ Այն դուրս մնաց առաջնությունից 1/8 եզրափակչում։ Մրցաշարը հյուրընկալեցին ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան, այն տևեց շուրջ 6 շաբաթ։ Մրցաշարին մասնակցեց ռեկորդային թվով 48 հավաքական։ Անցկացվեց 104 հանդիպում, Իսպանիան նվաճեց իր երկրորդ գավաթը։ Կիլիան Մբապեն խփեց 10 գոլ և դարձավ ռեկորդագիր։ Նա շրջանցեց Մեսսիին գոլերի թվով, երկրորդ անգամ նվաճելով ոսկե խաղակոշիկը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Միլիարդներ ֆուտբոլի համար Լոս Անջելեսը հաշվում է շահույթը։ Մերձավոր Արևելքը բռնկվել է, ԱՄՆ-ն և Իրանը պատերազմում են։ Ամերիկան շնչահեղձ է լինում, ինչպես մաքրել տան օդը, երբ դրսում ծուխ է։ Սուտը դուրս է լողում, իրականում ինչ է կատարվել Հյուսթոնում։ Լոս Անջելեսը ջրի տակ, քաղաքի հին խողովակները պայթում են, և թողարկման երկրորդ մասում սպասեք Կարմիր ծովի մասին հետաքրքիր մանրամասներին։ Ֆուտբոլային տոնը վերջացավ, հասավ շահույթը հաշվելու ժամանակը։ Ինչպես և սպասվում էր, Լոս Անջելեսը ստացել է հսկայական տնտեսական օգուտներ։ Ինգլվուդի SoFi մարզադաշտում անցկացվել է 8 հանդիպում, այն մրցաշարի ժամանակ կոչվել է Լոս Անջելեսի մարզադաշտ, 5 խաղ եղել է խմբային փուլում, 3-ը փլեյ-օֆում։ ԱՄՆ-ի հավաքականը խաղացել է 2 անգամ, Իսպանիան Ինգլվուդում հաղթել է Բելգիային։ Ընդհանուր առմամբ խաղերին հետևել է ավելի քան 560,000 երկրպագու, տնտեսական ազդեցությունը եղել է հսկայական։ Լոս Անջելեսի շրջանը կստանա $892 միլիոն եկամուտ, երկարաժամկետ օգուտը կգերազանցի 1.1 միլիարդ դոլարը։ Տեղի բարերը և ռեստորանները աշխատել են ակտիվ, բացի այդ հազարավոր երկրպագուներ մասնակցել են 300 համայնքային միջոցառումների։ Մարզադաշտերից բացի ակտիվ գործել են նաև բազմաթիվ ֆան գոտիներ։ Այս ոլորտից ստացված շահույթները առանձին հաշվարկի են ենթակա և ըստ կանխատեսումների նույնպես փոքր չեն։ Հյուրընկալությունը հայերիս մշակույթի անբաժանելի մասն է և իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը, հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի և մեծ վստահություն վայելող Վիվալդի քեթրինգը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150-ից։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է և այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300-ով։ Ցանկանում ենք նշել, որ հենց Վիվալդի քեթրինգի ինստագրամյան էջում պատկերված սպասքով և փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները, իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Վիվալդի քեթրինգի մասին տեղեկացել եք Glendale News-ից, պատվերի հետ կստանաք լիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկը ուժի մեջ է միայն ամռան ամիսներին։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ ինստագրամյան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Վաշինգտոնը ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանի անվտանգությանը, դա ներառված է 2027 թվականի ֆինանսական տարվա ազգային անվտանգության պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի ֆինանսավորման մասին օրինագծի մեջ, որը արդեն ընդունել է ներկայացուցիչների պալատը։
Օրինագծին կից զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասի երկրներին հատկացվող միջոցները պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղության, կայունության, համագործակցության և ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առաջմղմանը։ Փաստաթղթով նաև առաջարկվում է Հայաստանի համար միջազգային ռազմական կրթության և արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրերի ֆինանսավորումն ավելացնել նախորդ տարվա համեմատ։ Օրինագիծն ընդունվել է 217 կողմ, 209 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այժմ ներկայացվելու է ԱՄՆ Սենատի քննարկմանը։ Արդեն գրեթե 10 օր է Իրանը և Միացյալ Նահանգները կատաղի հարվածներով են փոխանակվում։ Հորդանանում իրանական հարձակման հետևանքով զոհվել է 2 ամերիկացի զինվոր։ CENTCOM-ի տվյալներով մեկ զինվոր էլ անհետ կորել է, 4 այլ զինվոր հոսպիտալացվել է, սակայն շուտով դուրս է գրվել։ Թիրախավորվել են հիմնականում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր և դրոնների պահեստներ։ Նաև բազմաթիվ կամուրջներ են ավերվել։ Իրանական ուժերը հարձակումներ են իրականացրել Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, հարվածել են նաև Բահրեյնին ու Հորդանանին։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հետաքննում է Իրանի Դարխովինի ատոմակայանի շինհրապարակի վրա հարձակումը։ Հարձակման փաստը հաստատվել է, վտանգավոր նյութերի արտահոսքի մասին տեղեկություններ չեն հաստատվել։ Կողմերը շարունակում են ամենօրյա հարվածները միմյանց դիրքերին։ Իրանը պնդում է, թե ոչնչացրել է 2 ամերիկյան կործանիչ, սակայն դա չի հաստատվել։ Տարածաշրջանում հրադադարի մասին պայմանավորվածությունները փաստացի փլուզվել են։ Ամերիկայի տասնյակ քաղաքներում մարդիկ արև չեն տեսնում, երկինքը մտնել է անտառային հրդեհների ծխից։ Ինչպես ավելի վաղ կանխատեսում էին մասնագետները, վտանգավոր մառախուղը ծածկել է մայրաքաղաք Վաշինգտոնը։ Ծուխը գալիս է Կանադայից և Մինեսոտայից։ Անտառային հրդեհներն անվերահսկելի են։ Մասնագետները կանխատեսում են, որ ծխի աղբյուրը շարունակվելու է այրվել առնվազն ևս մեկ շաբաթ։ Ծխահարվող քաղաքներում օդի որակը դարձել է աշխարհում ամենավատը։ Բժիշկները կոչ են անում երեխաներին և հիվանդներին դուրս չգալ տնից։ Թրամփը քննադատել է Կանադայի իշխանությանը վատ կառավարման համար։ Նա սպառնացել է Կանադային նոր մաքսատուրքերով։ Կանադայի պաշտոնյաները պատասխանել են, բողոքելու փոխարեն ավելի լավ է հրդեհները մարելու համար օգնություն ուղարկեն։ Որոշ փորձագետներ ավելի լավատես են, հույս ունեն, որ հանգստյան օրերին մի շարք հատվածներում տեղացած անձրևները կմաքրեն օդը։ Այնուամենայնիվ, վտանգը դեռ չի անցել։ Իշխանությունները բաժանում են անվճար դիմակներ, չեղարկվել կամ հետաձգվել են բազմաթիվ բացօթյա ծրագրեր։ Սպասում են, մինչև ծուխը նահանջի ու օդը մաքրվի։ Ինչպես մաքրել տանոթը, երբ դրսում ծուխ է։ Այս հարցը հրատապ է մնում Ամերիկայում բնակվող 100 հազարավոր ընտանիքների համար։ Փորձագետները խորհուրդ են տալիս մնալ տանը, կարևոր է նաև մաքուր պահել ներսի օդը։ Անհրաժեշտ է հետևել պարզ կանոններին, որոնք կօգնեն նվազեցնել վնասակար նյութերի ազդեցությունը։ Կենտրոնական օդորակիչները պետք է ունենան բարձր որակի զտիչներ, պետք է օգտագործել MERV-13 կամ ավելի բարձր մակարդակի զտիչներ, փակել դրսից օդ քաշող բոլոր բացվածքները։ Օդորակիչի օդափոխիչը պետք է անընդհատ աշխատի, պարզ սարքերը կարելի է պատրաստել տան պայմաններում։ Շատերը օգտագործում են ստվարաթուղթ և օդափոխիչներ։ Բնապահպանության գործակալության փորձագետները հաստատում են դրանց արդյունավետությունը։ Տանը պետք է փակել բոլոր ճեղքերը ծուխը ներս չթողնելու համար։ Պետք է խուսափել տան ներսում բաց կրակ, մոմ կամ բուխարի վառելուց։ Բժիշկները հորդորում են զգույշ լինել շնչուղիների խնդիրների դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց։ Վտանգավոր է զտիչներ չունեցող զովացման համակարգերի կիրառումը։ Դրանք որպես կանոն պարզապես առանց մաքրելու տուն են բերում դրսի օդը, ինչը այս դեպքում իսկական վտանգ է։ Թեքսասին օրեր առաջ հարվածած ջրհեղեղն իր ուժգնությամբ գրեթե հավասար էր նախորդ տարվա ջրհեղեղին, սակայն զոհվել է նախորդ տարվանից 70 անգամ քիչ մարդ, այս անգամ 2 մարդ է զոհվել նախորդ տարվա 139-ի դիմաց։ 2025-ի ջրհեղեղից հետո Թեքսասի իշխանությունները նախազգուշացման նոր համակարգեր են ներդրել։ Այժմ բնակիչները ազդանշաններ են ստանում հեռախոսներում։ Դա օգնում է մարդկանց ժամանակին հեռանալ վտանգավոր գոտիներից։
Քեր շրջանում այս տարի 4 ազդանշան է հնչել։ Ազգային եղանակային ծառայությունն էլ ուղարկել է հրատապ հաղորդագրություններ։ Բնակիչների խոսքով անցյալ տարի ոչ մի ազդանշան չեն ստացել։ Այս տարի տեղեկացումները հասանելի են եղել ամենուր։ Քաղաքներում տեղադրվել են նաև ազդանշանային սարքեր։ Դրանք արձագանքում են ջրի մակարդակի բարձրացմանը, անհրաժեշտության դեպքում բնակիչներին կոչ անում լքել վտանգավոր գոտիները։ Տեքսասի նահանգապետը գոհ է արդյունքներից։ Նա նշել է, որ այս անգամ հեղեղին ավելի լավ են պատրաստվել։ Իշխանությունները պատրաստվում են ընդլայնել այս համակարգը, այն կգործի նաև այլ շրջաններում։ Նպատակը սպասվող վտանգների մասին բնակիչներին արագ ու արդյունավետ տեղեկացնելն է։ Հյուսթոնում այսի գործակալների կողմից իրականացված սպանության մասին նոր բացահայտումներ կան։ Պաշտոնական վարկածը կասկածի տակ է հուլիսի 7-ին Թեքսասի Հյուսթոն քաղաքում այսի գործակալը սպանել էր 52-ամյա ներգաղթյալին, դատախազը նոր մանրամասներ է հայտնել։ Նախկինում պնդում էին, թե նա հարվածել է գործակալների մեքենային, այժմ այդ մասին որևէ խոսք չկա։ Գործակալները փնտրել են գվատեմալացի 2 տղամարդու, նրանք սխալմամբ թիրախավորել են կրակոցի զոհ դարձած տղամարդու մեքենան։ Իշխանությունները հայտարարել էին, թե մեքենայում թմրանյութ է եղել, այն բնութագրել են որպես սպիտակ բյուրեղանման նյութ, սակայն զոհվածի եղբայրը դա հերքել է։ Ըստ փաստաբանի, դա պարզապես աղի խառնուրդ է։ Առաջարկել են արգրաված նյութը փորձաքննության ենթարկել ու արդյունքները հրապարակել։ Սպանվածը 35 տարի ապրել է ԱՄՆ-ում, նա շատ մոտ էր օրինական կարգավիճակ ստանալուն։ Իրավապահները շարունակում են քննությունը։ Քրիստոֆեր Նոլանի ոդիսական ֆիլմը հաղթել է կինոդահլիճներում համաշխարհային վարձույթում, այն արդեն հավաքել է ավելի քան $264 միլիոն։ Ռեժիսորը հին գրական գործը դարձրել է ժամանակակից բլոկբաստեր։ Տոմսերը սպառվել են նույնիսկ գիշերային ցուցադրության համար։ Ոդիսական ֆիլմն ունի $250 միլիոն արտադրական բյուջե, այն համարվում է սահմանափակ տարիքային վարկանիշ ունեցող ամենաթանկարժեք կինոնկարներից մեկը։ Հակառակ որոշ մեկնաբանների քննադատությանը, հանդիսատեսը շարունակում է գնալ թատրոն։ Ոդիսականը գրավիչ է տարբեր տարիքային խմբերի համար, շատ փորձագետների համոզմամբ ֆիլմի հաջողությունն արդեն իսկ ապահովված է մինչև աշուն։ Դիսնեյլենդում սիրված ուտեստները թանկացել են։ Թանկացումը վերաբերում է խորտիկներին, քաղցրավենիքներին ու ըմպելիքներին։ Փոփոխությունն ազդել է ավելի քան 800 անուն ապրանքի վրա, ընդգրկելով 178 սննդի կետ։ Գների աճը կազմում է 1,5-ից մինչև 23%։ Պոպկորնը օրինակ թանկացել է 50 ցենտով, պիցցայի գինը աճել է $1։ Կոկտեյլների համար այցելուները կվճարեն նախկինից մինչև $2 ավել։ Նման թանկացումներ եղել են նաև ուղիղ 1 տարի առաջ, անցյալ տարվա հուլիսին։ Մասնագետների գնահատմամբ սննդի գները աճում են ամբողջ Ամերիկայում, ազգային ռեստորանային ասոցիացիայի տվյալներով գները բարձրացել են 3,5%-ով։ 2020 թվականից ի վեր թանկացումը հասել է 35%-ի։ Դիսնեյլենդը հետևում է այս ընդհանուր միտմանը։ Աշնանը հնարավոր են նոր գնային փոփոխություններ, այդ ժամանակ կթանկանան մուտքի տոմսերն ու կայանատեղիները։ Այցելուները կարող են իրենց հետ բերել սնունդ, դա թույլատրված է այգու կանոններով, կարելի է բերել նաև ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ռեստորանում կիրակնորյա ճաշը վերածվել է ողբերգության, զինված հարձակվողը սպանվել է տեղում։ Դեպքը տեղի է ունեցել Քերիտոսի ռեստորաններից մեկում, տղամարդը դանակով ներխուժել է սրահ։ Ռեստորանում եղել է մեկ այլ զինված քաղաքացի, նա ունեցել է զենք կրելու թույլտվություն։ Այդ մարդը հրամայել է վայր դնել դանակը, դանակով տղամարդը հարձակվել է նրա վրա, դրանից հետո հնչել է կրակոց ու հարձակվողը ընկել է։ Ժամանած ոստիկանները գտել են դանակահարված ու հրազենային վնասվածքով տղամարդուն, նա մահացել է դեպքի վայրում, նախնական տվյալներով մահացածը հենց դանակով հարձակվողն է եղել։ Հրաձիգը համագործակցում է քննիչների հետ, նրա անունը դեռ չի հրապարակվում։ Լոս Անջելեսի փողոցներում ջրային հեղեղներ են, հին ենթակառուցվածքները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ Լոս Անջելեսի տարբեր թաղամասերում վերջին օրերին պայթել են ջրագծեր։ Վեսթ Հոլիվուդում խողովակի պայթյունից առաջացել է մեծ փոս, միայն այդ վթարի հետևանքով խողովակից հոսել է 17 միլիոն գալոն ջուր։ Ստուդիո Սիթիում եւ Հոլիվուդում նույնպես գրանցվել են վթարներ, չի բացառվում, որ նման վթարները հաճախակի կդառնան։ Խողովակները ավելի քան 100 տարեկան են, ահազանգում են փորձագետները։
մասնագետները։ Ջրային եւ էներգետիկ դեպարտամենտի տվյալներով խողովակների 30%-ը հին է, դրանք ծառայել են ավելի քան 80 տարի։ Այժմ իրականացվում է 8 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր, այն կտևի 5 տարի։ Նախատեսվում է փոխարինել հին խողովակները։ Ծրագիրը առաջնահերթությունը տալիս է վտանգավոր հատվածներին, հին գծերի միայն 6%-ն է ներառված այս փուլում, այնպես որ քաղաքի մեծ մասը դեռ երկար ժամանակ կմնա ջրազրկվելու կամ հեղեղվելու վտանգի տակ։ Լոս Անջելեսի եւ Վենտուրայի հարավային լողափերում բարձր ալիքներ են սպասվում։ Զգուշացումը տարածել է ազգային օդերևութաբանական ծառայությունը, վտանգը պայմանավորված է Էլիդա արևադարձային փոթորիկով։ Ալիքների բարձրությունը կարող է հասնել 8 մետրի, լողորդները պետք է շատ զգույշ լինեն, խորհուրդ է տրվում լողալ միայն փրկարարական աշտարակների մոտ։ Եղանակը տաքանալու է շաբաթվա երկրորդ կեսին, ջերմաստիճանը ներքին հովիտներում կհասնի մինչև 40 աստիճանի։ Տաք եղանակը կարող է պահպանվել մինչև հաջորդ հանգստյան օրերը։ Բարձր ջերմաստիճանը եւ քամիները կավելացնեն հրդեհների վտանգը։ Հատկապես անհանգստացնող է Անտելոպ Վելի եւ Սանտա Բարբարայի տարածքները։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի Կարմիր ծովի մասին նոր մանրամասներ, որոնք դուք մինչև այժմ չգիտեիք։ Բարև ձեզ։ Կան վայրեր, որոնք քարտեզի վրա այնքան էլ մեծ չեն երևում, բայց դրանցից է կախված համաշխարհային տնտեսության զարկերակը։ Բաբել Մանդեբ նեղուսն այդպիսի վայրերից է։ Ամեն օր այստեղով անցնում են հարյուրավոր նավեր, իսկ այստեղ գրանցված ցանկացած լարվածություն միանգամից զգացվում է Եվրոպայից մինչև Ասիա ու մինչև Կալիֆոռնիա։ Սա այնտեղն է, որտեղ աշխարհաքաղաքականությունը եւ տնտեսությունը բառացիորեն հատվում են։ Կարմիր ծովը միջերկրական ծովին միանում է Սուեզի ջրանցքով, իսկ հարավում Բաբել Մանդեբ նեղուցով դուրս գալիս Հնդկական օվկիանոս։ Այս ճանապարհով կապվում են Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Հարավային եւ Արևելյան Ասիան, ինչպես նաեւ Արևելյան Աֆրիկան։ Այդ երթուղուց կանոնավոր օգտվում են տասնյակ երկրներ, իսկ առևտրային փոխադրումների շահառուների թիվը գերազանցում է 100-ը։ Կարմիր ծովը բառացիորեն կամուրջ է հարյուրավոր երկրների տնտեսությունների համար։ Հետաքրքիր է, որ այս երթուղին առաջին հերթին համարվում է բեռնափոխադրման, ոչ թե ուղևորափոխադրման միջանցք։ Իհարկե, կան զբոսաշրջային եւ լաստանավային ուղևորափոխադրումներ, սակայն համաշխարհային ծովային ուղևորահոսքի զգալի մասն այստեղով չի անցնում։ Փոխարենը բեռնափոխադրումների առումով այստեղ ռեկորդներ են սահմանում։ Մինչև 2023 թվականի վերջի անվտանգային ճգնաժամը Սուեզ Կարմիր ծով երթուղով իրականացվում էր համաշխարհային ծովային առևտրի մոտ 12%-ը եւ կոնտեյներային փոխադրումների շուրջ 30%-ը։ Հութիների հարձակումներից հետո բազմաթիվ ընկերություններ սկսեցին շրջանցել Աֆրիկան բարի հույսի հրվանդանով, ինչի հետևանքով ճանապարհը երկարեց հազարավոր կիլոմետրերով։ Սակայն այս ճանապարհով միայն նավեր չեն անցնում, ծովի հատակով ձգվում են աշխարհի ամենակարևոր թվային մայրուղիներից մի քանիսը։ Երբ դուք Եվրոպայից հաղորդագրություն եք ուղարկում Ասիա կամ հակառակը, մեծ հավանականությամբ տվյալների մի մասը անցնում է հենց Կարմիր ծովի հատակով տեղադրված օպտիկամանրաթելային մալուխներով։ Այստեղով անցնում են CME 5, AAE 1, Europe India Gateway, 2 Աֆրիկա եւ մի շարք այլ ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան եւ Ասիան։ Բացի այդ, Սուեզի ուղղությամբ գործում է նաեւ Եգիպտոսի SUMED նավթամուղը, որը կարևոր այլընտրանք է այն դեպքերում, երբ խոշոր նավերը չեն կարող ամբողջությամբ օգտագործել ջրանցքը։ Եթե Կարմիր ծովը համաշխարհային առևտրի մայրուղին է, ապա Բաբել Մանդեբը դրա ամենանեղ ու ամենազգայուն հատվածն է։ Ամեն օր այստեղով անցնում են միլիոնավոր բարել նավթ եւ նավթամթերք, ինչպես նաեւ հեղուկացված բնական գազ։ Բավական է այս ճանապարհը խափանվի եւ դրա ազդեցությունը շատ արագ կհասնի աշխարհի գրեթե բոլոր անկյունները։ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով միայն 2023 թվականի առաջին կիսամյակում Բաբել Մանդեբով օրական տեղափոխվել է մոտ 8.6 միլիոն բարել նավթ եւ նավթամթերք։ Նույն երթուղով է անցել նաեւ համաշխարհային ծովային հեղուկացված բնական գազի առևտրի զգալի մասը։ 2024 թվականից անվտանգության խնդիրների պատճառով այդ ծավալների մի մասը տեղափոխվեց Աֆրիկան շրջանցող երթուղիներ։
Հետաքրքիր է, որ նեղուցը պատմության ընթացքում գրեթե երբեք ամբողջությամբ չի փակվել միջազգային նավագնացության համար, սակայն եղել են ժամանակներ, երբ այն դարձել է ռազմական հարվածների թիրախ։ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում հարավային Եմենի ուժերը ժամանակավորապես սահմանափակեցին Իսրայելի նավերի անցումը, իսկ 2023 թվականից հութիների հարձակումները ստիպեցին բազմաթիվ ընկերությունների փոխել երթուղիները։ Բաբ էլ-Մանդեբը բաժանում է Եմենը, Ջիբութին եւ Էրիթրեան։ ԱՄՆ-ն գլխավորում է Operation Prosperity Guardian-ը, որի նպատակը Կարմիր ծովում առևտրային նավագնացության պաշտպանությունն է։ ԱՄՆ-ի ներկայությունն այստեղ պատահական չէ։ Բաբ էլ-Մանդեբից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Ջիբութիում գործում է Camp Lemonnier, Աֆրիկայում ԱՄՆ միակ մշտական ռազմաբազան։ Մոտ 500 կիլոմետր շարավորող սա տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ հիմնական մշտական ռազմական հենակետն է, որը սերտ համագործակցում է Կարմիր ծովում գործող ռազմածովային ուժերի հետ։ Եթե Բաբ էլ-Մանդեբը համեմատաբար երկար ժամանակով փակվի, համաշխարհային տնտեսության ռիթմի փոփոխությունը հաստատ զգալի կլինի։ Փոխադրումները կթանկանան, մատակարարումները կուշանան, իսկ էներգակիրների գները կարող են աճել։ Դրա համար միջազգային կառույցներն ու ուժային կենտրոնները փորձում են այս հատվածը համեմատաբար կայուն պահել։ Թե դա որքանով կհաջողվի, առաջիկայում կտեսնենք ու կգնահատենք միասին։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում, իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։